Գելի հայրենակիցներ, ես ոչ մի տեղ չեմ կորել, ես տեղում եմ ուղղակի աշխատանքի բերումով զբաղված եմ լինում, թե պետք որ աշխատանքի վայրում, թե աշխատանքից դուրս, ազատ ժամին ինչով էլ որ զբաղվեմ, իմ ուղեղի մեջից Հայաստանը դուրս չի գալիս։ Ես, ասենք, անընդհատ հետաքրքրվում եմ, մտահոգված եմ ինչա կատարվում Հայաստանում, որովհետև գոյություն ունի այս քանի տարիների ընթացքում այսպիսի մի տագնապալի զգացողություն, որ ամեն անգամ, երբ որ ես Facebook-ը կամ YouTube-ը բացում եմ, որպեսզի Հայաստանի վերաբերյալ նորությունները նայեմ, ենթագիտակցորեն այսպեսի տագնապային մի ալիք է գալիս, ես ինձ հոգեբանորեն ստիպված եմ նախապատրաստել, որ կարող է հերթական անգամ ինչ-որ մի զազրելի ու զզվելի, ասենք, հակահայկական բանի հանդիպեմ, ու եթե ես տարիներ առաջ այդ ամեն ինչը հակահայ ֆալսիֆիկացիոն բաները ես տեսնում էի ու կռիվ էինք տալիս մենք ադրբեջանցիների, թուրքերի ու ասենք քյամրանների հետ, այսպես դուք ճանաչում եք, չէ՞, այդ ադրբեջանցի հակահայ քյամրանների հետ հիմա ստիպված ենք, մենք հայերը ստիպված ենք կռիվ տալ, ասենք, Հայաստանի իշխանությունների ֆալսիֆիկացիայի, Հայաստանի իշխանությունների հակահայ, այսպես ասած, ագիտացիայի, պատմության խեղաթյուրման, Հայաստանին վտանգման եւ կարծես թե այնպես է տպավորությունը, որ Հայաստանի, ասենք, ղեկավարը այդ նույն բանն է, քյամրանն է, ասենք, շատ նման են իրար, դրա համար էլ քյամրանը կոչ է անում հայերին ընտրել Նիկոլ։ Շատ են էլ իրար նմանվել։ Եվ այդ ամեն ինչից ես պետք է մի քիչ դիստանցիա եւ այսպես ասած պաուզա ունենամ, որպեսզի կարողանամ ադապտանալ, թե չէ իմ առողջության վրա շատ բացասական է անդրադառնում։ Հիմա այսօր նայում եմ, ասենք, այսօրվա նորությունները, ասենք, եվրոպական դելեգացիա է եկել Հայաստան, մի կողմից էյֆորիա է, կարծես թե առաջի անգամ է այդ դելեգացիան գալիս, կամ վերջի անգամ է գալու, մյուս կողմից փնովում են եվրոպական իշխանություններին, եւ այստեղ ես հասկանում եմ, որ մեր հայերը ընդհանրապես չեն հասկանում ինչ քաղաքականություն է վարում Եվրոպան։ Հարգելի ընկերներ, ոչ ոգևորվեք իրանց գալուց, ոչ այդպիսի էյֆորիա ապրեք, ոչ էլ փնովեք եվրոպացիներին, որովհետև յուրաքանչյուր իշխանության, որին որ դուք կբերեք երկրի ղեկավար, որին որ դուք կընտրեք, Եվրոպան նրանց հետ կհամագործակցի։ Եվրոպան համագործակցում է Թալիբանի հետ, Աֆղանստանի, ասենք, ղեկավարության հետ։ Եվրոպան համագործակցում է Իրանի իշխանությունների հետ, Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ։ Եվրոպան ամեն ինչին նայում է այսպես. եթե ժողովուրդը ընտրել է այս իշխանությունը որոշում է այսպես, այսինքն Արցախը ընդունում է Ադրբեջանի կազմում, կամ որոշում է սահմանադրությունը փոխել եւ գրել սահմանադրություն Ադրբեջան, եթե անգամ ասենք ձեր իշխանությունը որոշի, որ Հայաստանը պետք է դառնա արևմտյան Ադրբեջան եւ Հայաստանում ժողովրդական ընդվզում չլինի, Եվրոպան այդպես էլ պետք է ընդունի, հասկանում եք, այստեղ ամեն ինչ որոշողը դուք եք։ Ժողովրդական ընդվզում չկա, ուրեմն ամեն ինչ օքեյ է, Եվրոպան այսպես է ընդունում։ Ինչ որոշում էլ կայացնեն ձեր իշխանությունները, Եվրոպան դա պետք կընդունի։ Էլ եմ կրկնում, Եվրոպան համագործակցում է անգամ Թալիբանի հետ։ Դա չի նշանակում, որ Եվրոպան Թալիբանին բերել է իշխանության։ Իհարկե եվրոպացիների համար լավ կլինի, եթե իրանց լոյալ, ասենք, իշխանություն կա, բայց ես չէի ասի, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպամետ իշխանավոր է կամ մարդ է։ Այս մարդը ուղղակի կարողանում է 1000 լարի վրա քանդրբազություն անել։ Իսկ Հայաստանի ընդդիմության, ասենք, թեր աշխատանքը նա է, որ չի կարողանում հասկացնել թե եվրոպացիներին, թե ամերիկացիներին, թե ռուսաստանցիներին, ընդհանրապես չեն կարողանում հասկացնել, որ այս մարդը ընդհանրապես լավ շոումեն է, ասենք, լավ դերասան է։ Ինքը ոչ եվրոպացի է, ոչ էս է, ոչ այն է, ինքը ուղղակի ունի իշխանություն ստանալու մոլուցք ուներ եւ այդ իշխանությունը ստացավ։ Եթե իրան պետք լինի, իրան մոր սիրեկային էլ պապակ ասի։ Այնպես որ պետք չէ ոչ ոգևորվել, ոչ էլ քարկոծել եվրոպական քաղաքականությունը, նրանք ընդունում են այնպես, ինչպես կա։ Եթե Հայաստանում չկա ժողովրդական ընդվզում կամ ժողովրդական ընդվզումը Facebook-ում ստատուս գրելով է արտահայտվում, իրանք դա այդպես էլ ընդունում են։ Եթե ցանկանաք, դուք եք փոփոխելու ձեր կյանքը, ձեր երկրի ուղին դուք եք որոշում։ Եվրոպացիները չեն որոշելու, ամերիկացիները չեն որոշելու, ռուսները չեն որոշելու, միայն դուք եք որոշելու, ինչպես եք դուք ապրելու։ Եթե դուք համաձայն եք այս իշխանության վարած քաղաքականության հետ, եւ ձեր ընդվզումը ընդհանրապես սահմանափակվում է նրանում, որ դուք պետք է Facebook-ում ինչ-որ ստատուս գրեք կամ փիս-փիս նկարներ դնեք, դա այդպես էլ կանցնի կգնա։ Իսկ այս իշխանությանը կհաջողվի անել այն, ինչի համար որ ինքը եկել է իշխանության։ Ինչի համար է այս իշխանությունը եկել իշխանության, այս մարդիկ ինչի համար են եկել իշխանության։ Օրինակ ինձ ասում են, որ ես նախկինների մասին չեմ խոսում։ Ես նախկինների մասին խոսելու բան չունեմ, որովհետև այս ներկաները այնպիսի օյնբազություններ են անում, այնպիսի օյններ են դնում մեր գլխին, Հայաստանի գլխին, որ մենք արդեն նախկիներին մոռացել ենք։ Ինչ որտեղ էլ նոստալգիայով ենք հիշում նախկիներին, որովհետև նրանց ժամանակ մենք ազգովի ՊՏՍ-եր չունեինք, ասենք, այդ տագնապի զգացողություն չունեինք, որ տեսնես այսօր ինչ հա տվել կամ ինչ հա բլթցրել։ Պարոն, ասենք, Շուլերը։
Քաշնազարը, որ չգիտես որտեղից ընկավ գլխներից։ Ասենք նախկինների մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը 8 տարի է։ Հիմա ասենք 8 տարի ուղիղ անցել է ասենք այդ խեղափոխությունից, որ արել եք։ Դուք իտոգների բերում եք, ասենք իտոգները նայում եք արդյունքները, ինչի համար էիք դուրս եկել, ասենք հրապարակ, ինչ ցանկություններ ունեիք եւ ինչ ստացաք իտոգում։ Համապատասխանում են ձեր երազանքները, ձեր ցանկությունները, իղձերը եւ այն ինչ որ դուք ստացել եք։ Ասեք դուք ինչի էիք մերժում Սերժին։ Սերժին մերժում էիք, որ ինչ լիներ։ Որ Նիկոլը գար փոխարիներ, ուղղակի ասենք դեմքերի փոփոխություն էիք ուզում, թե դուրս եք եկել, որ Հայաստանում բարեփոխումներ լինեն, հիմնային բարեփոխումներ լինեն, զարգացումներ լինեն, թե ուղղակի դուք անձնական աբիժնիկ էիք, դուրս եք եկել, որովհետև նախկիներից աբիժնիկ էիք, ասենք ո՞րն էր ձեր դրդապատճառը։ Եթե դուք անձնական աբիժնիկ էիք, այդ կարամ հասկանամ, որովհետև այդ նման աբիժնիկները մինչև այսօր են, միայն թե նախկիները հետ չգան, այս լոզունգով, այս թրքահարճ, այս ավերածություններ բերած իշխանությանը պահում է, ասենք իշխանության։ Ինդուլգենցիա տալով միայն նախկիններ բառով, ինչ հանցագործություններ ասես, ինչ ոճրագործություններ ասես, արդարացրեցին այս իշխանության, այս աբիժնիկները, նախկիններից աբիժնիկները, որ ոչ թե մտածում են Հայաստանը լավ լինի, Հայաստանում լավ լինի, այլ իրանց անձնական, ասենք, վիրավորանքն է, ներքին իրանց կոմպլեքսներն է։ Սրանով են առաջնորդվում հիմնականում։ Այն մարդիկ, որոնք դուրս են եկել, որ Հայաստանում հիմնային փոփոխություններ լինել, այն մարդիկ այս 8 տարվա ընթացքում հասկացան, որ ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Դեպի լավը ոչինչ։ Բացի կորուստները, բացի տուժերը, բացի արհավիրքները, բացի սպանությունները, բացի հանցագործության, ասենք, ճոխացումն ու ավելացումը Հայաստանում ոչինչ տեղի չի ունեցել։ Եթե դուք Սերժին մերժում էիք, որ չունենայիք շմայս, ունեիք մի հատ շմայս, հիմա ունեք 101 հատ շմայս։ Օրինակ Ալեն Սիմոնյանը ինչ պակաս շմայս է, կամ այն Վահագն Ալեքսանյանը շմայսի խորանարդ է։ ԿՊԱ-կան յուրաքանչյուր կնիկ շմայս է իր ամբողջ էությամբ։ Իմիջիայլոց շմայսը միակն էր, որ այդ խեղափոխության ժամանակ, ասես Նիկոլը խափում, այն ժամանակ ծիծաղում էիք վրան։ Ասենք ունեիք մի հատ Գալուս Սահակյան, որ լավ չէր խոսում, խնդում էիք։ Հիմա Գալուս Սահակյանների իշխանություն ունեք, անգրագետ դեբիլներ, ոչ կրթություն ունեն, ոչ գիտություն ունեն, ոչ չգիտես էք են, ворց են, ասենք բանակ չեն գնացել, բոլորը խնդիրներ ունեն, ընտանիք չունեն, չգիտես ասենք ինչ սերի են, ոչ ընտանեկան արժեքներ ունեն։ Ձեր երկրի ղեկավարը իր ընտանիքում վերվարածներնի ընտանիքն է, ասենք, այ ոչի ընտանիքն է, դուք ուզում եք, որ ասենք նա երկրում ինչ որ կարգ ու կանոն սա հաստատեր, եթե իր ընտանիքում կարգ ու կանոն չկա, ասենք, բարդակ է։ Ինչ պետք է լիներ երկրի վիճակը։ Մարդու ընտանիքից արդեն որոշվում է, էլի։ Ունեիք մի հատ Սերժի տատիկ, հիմա ունեք 200,000 հատ, ասենք, Նիկոլի Պարվա, այս 200,000 Նիկոլի Պարվա տատիկները, որտեղ Նիկոլին բռնում են, ուզում են շալվարը հանեն։ Հա։ Սա էր ձեր ուզած փոփոխությունը, ասենք ինչ եք ուզում, որ օլիգարխներ չլինեն, օլիգարխները Սերժինն էին, դարձան Նիկոլինը, մի 10 հատ էլ ավելացան, ուզում էիք, որ բանկերը ձեզ չթալանեն, նույն ձևի աշխատավարձից աշխատավարձ հազիվ եք յոլա գնում, էլի բանկերի հարկերի վարկերի տակ ճռռում եք, ձեր ստացած թոշակները նայում ես մարդու լաց է գալիս, Երևանից մի 20 կիլոմետր հեռանում ես, աղքատությունն է, բազմազավակ ընտանիքները հացին կակա են ասում, ինչն էր ձեր նպատակը, որ դուք 2018 թվականին դուրս եք եկել հրապարակ, ինչ էիք ուզում։ Դուք չեք հասկանում, որ դուք չստացաք այն ինչ, որ ուզում էիք, այն ինչի համար, որ դուրս եք եկել։ Ես նախկիներին ասելու բան չունեմ, հենց այն բառը, որ նախկինը այդ ասում է։ Եթե նախկինները լավը լինեին, չէին գնա, չէին մերժի իրանց։ Բայց այս ներկաները վատի խորանարդ են, հազարապատիկ անգամ վատ են, ուղղակի այս նախկիններից աբիժնիկները հենց այդ իրանց անձնական վիրավորանքներից, չգիտեմ այդ աբիժնիկ բառը հայերեն ոնց է, հենց այդ պատճառով միայն թե նախկինները հետ չգան, այս թրքահարճ, այս հայակործան իշխանությանը պահում են միայն իրանց անձնական աբիժնիկությունից։ Ես նախկիներին հարց կտայի, օրինակ պարոնայք նախկիններ, դուք ղեկավարել եք Հայաստանը, դուք ունեցել եք ԱԱԾ, ՊՊՑ ու էլի լիքը ծծներ, որ պետության հարկերից, ասենք հարկատուի հարկերից աշխատավարձեր են ստացել, որպիսի պետությունը պաշտպանեին օտարերկրյա շպիոններից, գործակալներից։ Ինչպես են այդ բոլոր ԱԱԾ-ների եւ ՊՊՑ-ների արկայության ժամանակ ներքո Հայաստանում թրքահարճ գործակալություն, ասենք առաջացել, ծնվել, մեծացել, բազմացել ձեր քթի տակ։ Ու հետո ինչպես դրանց հաջողվեց այս թրքահարճ, այս թուրքի կոց իշխանությանը, ինչպես հաջողվեց գալ իշխանության։ Ես նախկիներին հարց կտայի, օրինակ ինչու եք դուք գիտության եւ կրթության մակարդակը այնքան ցածր արել, որ սերունդը չի հասկանում, որ ասենք ցեղասպանության հաջորդ օրը, հիշատակի հաջորդ օրը չի կարելի գնալ հրապարակում տժալ, խորոված փարթի անել, ինչքան էլ որ այս թուրք իշխանությունը կազմակերպում է։ Եթե դուք նորմալ սերունդ կրթած դաստիարակած սերունդ ունենայիք, այդ հրապարակում 10 հայ պետք չլիներ։
Բայց դուք կիսաբաց լուսամուտներով ու դեբիլ սերիալներով սերունդ դասիրակեցիք, որը կիսաբաց լուսամուտների հերոսներին բերեցին իշխանության, ու մենք ազգովի սենց մի հատ տրագիկամեդիա ենք նայում, շոու։ Նախկիներին հարց կտայ, թե ոնց ա եղել, որ իրանց իշխանության ժամանակ այսքան աբիժնիկ են հետ գցել, որ իրանցից աբիժնիկները այս թրքահարճ իշխանությանը համաձայն են ամեն ինչին, դուք պատկերացնում եք, ասենք պատերազմը տանուլ տվեց, Արցախը հանձնեց, 5000 երեխու գլուխ կերավ, այդ ամեն ինչ եկավ ազգային ժողովում ինքնախոստովանություն արեց, որ այդ պատերազմը կարող էր կանխել եւ ունենալ այս նույն արդյունքները, բայց չկանխեց։ Սա հանցագործության մեջ ինքնախոստովանություն է, եւ եթե Հայաստանում գործեր օրենք եւ արդարադատություն, հենց այդտեղից պետք է կանդալները գցեին, տանեին բանդ։ Մեկ մարդու սպանության համար ցմահ մարդ են դատում։ 5000 հայի գլուխ ուտելու համար Նիկոլ Փաշինյանը ոչ մի պատիժ չստացավ։ Անդրանիկ Քոչարյանին դրեցին ինչ-որ հանձնաժողովի ղեկավար, որը որ պետքա պարզեր Արցախյան պատերազմի, դուք հասկանում եք, գայլին պահակին դրել գառներին։ Ու ասենք որոշ մարդիկ էլ հույս ունեն, որ այդ հանձնաժողովը ինչ-որ ճշգրիտ բաներ պետքա որոշած։ Դուք միամիտ եք այդքան։ Նիկոլ Փաշինյանի օրոք ոնց որ ինքն է ֆալշ, ոտից գլուխ, ամեն ինչ ֆալշ է։ Չի կարելի հավատալ այն հանձնաժողովին, որը ինքն է, իր, ասենք, հովանավորության տակ աշխատել։ Ինչպես չի կարելի հավատալ իր դատարաններին, իր արդարադատությանը, իր ոստիկանությանը։ Սա նույն մաստի ֆալշն են։ Ես նախկինների երեսը ոչ լվանում եմ, ոչ էլ արդարացնում եմ։ Նախկինների երեսը լվացել է, արդարացրել է ձեր պարտելի Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվին այդ ամեն ինչը կազմակերպեց նրա համար այն հիմքի վրա, որ պետքա նախկիններին գա պատժի։ Ասենք էլ ձերքը էլ մուշ տվեցին, էլ գերանդի, էլ պերֆորատոր, որ պետք է ասֆալտին փռի, չգիտեմ, պատերով տա, քանի մարդ եք տեսնում ասֆալտին փռած ու պատժված, քանի մարդ եք տեսնում դատված։ Ոչ մի հատ։ Այնպես որ նախկիներին արդարացնողը, սրբացնողը եղել է հենց ձեր պարտելի Նիկոլ Փաշինյանը։ Եթե հարցեր ունեք, իրան տվեք։ Դրա համար էիք, չէ՞, դուք ձեր անձնական աբիժնիկությունից, որ նախկինները պատժվեն, այդ դրա համար դուք այս թուրքին բերեցիք իշխանության, ու մինչև այսօր էլ ձեր աբիժնիկությունից պահում եք իշխանության։ Դուք տվեցիք Արցախը, դուք պատրաստ եք տալ Հայաստանը, դուք ամեն ինչ պատրաստ եք տալ, քանի որ դուք աբիժնիկ եք։ Դրա համար ասում էին, աբիժնիկ մարդուց վատ մարդ չկա։ Եթե դու այդպես չլիներ, եթե դուք Հայաստանի մասին մտածեիք հեղափոխության ժամանակ, դուք շատ պարզ կտեսնեք, որ Հայաստանից բան չի թողեց մարդը, դուք ամեն ինչ դրեցիք մեկ անձնավորության ոտքերի տակ։ Ասենք Արցախը տվեցիք 8000 առաջի պատերազմի զոհվածների հիշատակը, 7 բուֆերային զոնա, Թուրքի զորքին բերեցիք, նստացրեցիք ձեր սուվերեն տարածքում, հենց դուք արեցիք, այ աբիժնիկներ, ձեր օգնությամբ այս իշխանությունը հաջողեց։ Միայն թե նախկիները հետ չգան։ Ու այսօր դուք ասում էիք Սերժ Սարգսյանի ժամանակ, նախկինի ժամանակ զինվորը գարի էր ուտում, զինվորը էքսկուրսիա էր գնացել խրամատում։ Ավելի լավ էր որ գարի էր ուտում, բայց իրա խրամատում էր նստած։ Հիմա ձեր զինվորները նույն խրամատում են նստած ադրբեջանցիների հետ։ Ձեր տղաները խաղաղ պայմաններում զոհվում են, մեռնում են, ու դուք չեք կարողանում պատճառները իմանալ։ Ձեզ ասում են գողական ռազմորկեքի համար են զոհվել, մեռել, ու դուք էլ համաձայնում եք։ Ամեն ինչ դուք համաձայն եք ներել այս իշխանությանը, քանի որ դուք աբիժնիկ եք։ Ձեր անձնական աբիժնիկությունից, նախկիններից աբիժնիկ եք, այդ դրա համար։ Եթե դուք հայ լինեիք, եթե դուք հայի սիրտ ու հոգի ունենայիք, հայի արուն ունենայիք, դուք կտեսնեիք, որ այս իշխանությունը կործանել է Հայաստանը։ Ու էլ բան չի թողել, ասենք ասում էիք Ռոբերտ Քոչարյանը մեղրին փոխանակում Արցախի հետ։ Այսինքն այդ ավելի վատ էր, քան որ Արցախը Նիկոլը տվեց։ Ավելի վատ է, որ Նիկոլա մեղրին տալիս է թուրքերին, առանց որևէ բանի հետ փոխանակելու։ Ասենք դուք ամեն ինչ տվեցիք, ամեն ինչ դրեցիք այս չուչմեկի ոտքերի տակ։ Գոնե դուք պատկերացնում եք ինչ եք արել։ Դուք հասկանում եք ինչի հետ եք փոխանակել։ Հայի պատիվ, նամուս, ասենք արժանապատվություն, պատմություն, հողեր, կյանքեր, զոհաբերեցիք, ձեռք բերեցիք մի հատ Նիկոլ։ Նիկոլն էլ Նիկոլ լիներ։ Ասենք դուք պատկերացնում եք հույները, իտալացիները մեր նման հին մշակույթով ազգ են։ Ու իրանք ասենք իշխանություն բերեին մի հատ այսպիսի խելացնոր։ Ու դուք մի պատկերացրեք, որ ինքը խելագար է, ինքը դեր է տանում, ինքը շատ լավ շուլեր է, ինքը շատ լավ դերասան է, ինքը շատ լավ գիտի ձեր հոգեբանությունը, ինքը գիտի, որ ձեր ներքին աբիժնիկությունը այնքան շատ է, որ ինքը ինչ էլ անի, դուք իրան ինդուլգենցիա եք տալու։ Ձեր անձնական երեխեքին էլ որ տանի մորթազերծ անի, այլ մի հատ ծնող կար է, որ Նիկոլին հայհոյում էր, այսօր Նիկոլին գովաբան են, Նազարյանը ինչքան անթասիբ մարդիկ կան։ Դուք Սերժի պահած բանակից եք խոսում, դուք այսօր բանակ չունեք։ Ձեր պաշտպանության նախարարը սրտիկներ է անում, հասկանում եք, ով է ձեզ հետ պատերազմելու։ Պատերազմը արժանապատիվ բան է։ Նման տղամարդկանց վրա փամփուշտ չեն ծախսում, հասկանում եք։ Ձեր այդ տղամարդկանց, որը որ իջատ հագցել, հետ հագցել Նիկոլը,
իր իշխանության ժամանակ տանում են մուսուլմանական հարեմներում ուրիշ բանի համար օգտագործում են։ Այդ աշան որ նախկինն է այսքան բան արել։ Նախկինների ժամանակ վատ բաներ եղել է, կոռուպցիա եղել, հիմա էլ կա, տենդերները շահել են իշխանավորների, մերձավորների, հիմա էլ նույն բանն է։ Ասենք լավ գործերը, թոթոլ գործերը տվել են իշխանավորների, ԽՑԲ-ն եղել է, հիմա էլ նույն բանն է։ Անարդարություն է եղել, անարդարություն նույն ձևի կա, ինչն է փոխվել ձեր դուրս է եկել, ասենք իտոգներ արեք 2018 թվականի հեղափոխության այդ որ դուք դուրս եք եկել, ինչ ստացաք դրա արդյունքում։ Ստացաք այն ինչ ուզում էիք։ Մեկին մերժեցիք, այն մյուսին բերեցիք ավելի վատին հազարապատիկ անգամ։ Նախկիններից ոչ ոք հայոց ցեղասպանություն չի տրել հարցականի տակ, թե հələ տեսնենք ով ա ում ցեղասպան, հələ դե պետք է դա ասենք բան անենք, քնենք, տեսնենք ով ա ում ցեղասպանել։ Դուք հասկանում եք, դուք ում եք բերել։ Ասենք նախկիններից ո՞րն է արատը հանել։ Նախկիններից ո՞րն է ձեր արժեքները, ընտանեկան արժեքները, ձեր հայկական պատմությունը, հայոց պատմությունը խեղաթյուրել, թուրքերին հավասար, ո՞րն է տենց բան արել։ Շատ բան կարելի է նախկիններից խոսալ։ Բայց ձեր ներկաները են, որ ասում է կգա հետինը, նոր կհիշվի առաջինը, հիմա այդ process-ին ենք հասել։ Ցավոք սրտի Հայաստանի իշխանությանը եկել այնպիսի անձնավորություն, այնպիսի, ասենք, թուրքական լոբբի, այսպես ասած, էլի, կազմակերպություն, որ հայերս պարտավոր ենք հայոց պատմությունը, հայոց արժանապատվությունը, ինքնությունը, պատիվը հայի Հայաստանը ընդհանրապես պաշտպանել, ոչ թե Թուրքից, Ադրբեջանցուց, այլ Հայաստանի իշխանություններից։ Բրավո։ Ինչ ասեմ, երևի դուք սրա համար եք 2018 թվականի ապրիլին դուրս եկել հրապարակ եւ սա էիք ուզում ստանաք։ Դե ստացել եք հիմա։ Գոհ եք։